Գտել եմ Փարիզի ամենամինյոն, այսինքն cute արջուկ պաղպաղակները։ Դե այդ մինյոնը շատ լավ է։ Հիմա նույնիսկ տեսնենք համեղ է թե չէ։ Իսկ դա համար ինչ պետք է անել։ Պետք է փորձել։ Ուրեմն գնացին Քրիստոֆ Միշալակի բուտիկ։ Ես գնացել էի Էջեն Մաքսել փողոցի վրայի բուտիկը, որը բավականին մեծ է, ունի լայն խմորեղենի տեսականի, իր հայտնի գիմովով արջուկները, որից էլ հենց ինչպես հասկացաք միտքը վերցված է ուղղակի տվյալ դեպքում միջուկը գիմով չէ, այլ պաղպաղակ եւ ոչ միայն, քանի որ պարզվեց, որ իրեն կարելի է ասել սառեցված խմորեղեն կարծես լինեն, ունի 5 տեսակ, որը որ շատ լավ է ուղղակի բարդացնում է արդեն ընտրությունը, որովհետև մի քանիսը հաստատ ես չէի կարող ուտել, հետեւաբար պետք է մեկը վերցնեի։ Եվ ընտրությունս կանգնեց վանիլ պեկան տարբերակի վրա, բայց կար նաև պնդուկով, հատապտղային, պինակոլադա եւ պիստակ եւ ծիրան տարբերակները։ Յուրաքանչյուրն արժի 8 եվրո տանելու համար եւ 8.5 եվրո տեղում սպառելու համար, թանկ է թե էժան, կասենք համտեսելուց հետո, որտեղ կախված է համով է թե չէ։ Ասեմ, որ շատ մինյոն է, cute է, ուղղակի որպես հրոշակագործ կուզեի, որ վերջավորությունները ավելի մաքուր լիներ։ Ինչևէ, այն բաղկացած է նուշի խմորից, պեկանի պրալինեի շերտից, վանիլային պաղպաղակի շերտից եւ ջնարակված դուլչե շոկոլադով, դուլչենով չգիտի, ասեմ կարամելիզացված շոկոլադն է։ Զգացվում էր, որ բոլոր բաղադրիչները շատ որակյալ էին, բայց ուր էր իմ պեկանը, ես այդպես էլ իրեն չգտա, եթե աչքերս փակում էի, կարծես ուտեի, շատ համեղ, սառը վանիլային խմորեղեն, որի ի դեպ նաեւ շատ քաղցր էր։ Հետևաբար գնահատում եմ 10-ից 6 զույգ որակյալ պրոդուկտների համար եւ կարծում եմ, որ իր 8 եվրոն ընդհանրապես շարժեր, որովհետեւ ուղղակի սպասելիքներս չարդարացվեցին։ Դե ինչ, տապիր բաժանորդագրվելու, որ քո սպասելիքներն արդարացվեն, որովհետեւ իմեջում համով Փարիզյան հասցեներ շատ կգտնես։ Պաչիկներ։